Այսօր Վատիկանում իր աշխատանքն է սկսել կոնկլավը, որը պետք է ընտրի Հռոմի կաթոլիկ եկեղեցու հաջորդ առաջնորդին, ենթադրվում է, որ պոնտիֆիկոսի ընտրությունը կկայանա մի քանի փուլով, շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, նախ Արտյոմ հիշեցնենք ընթացակարգ այս ընտրությունների։ Այսօր առավոտյան կարդինալների կոլեգիայի անդամները նախ հանդիսավոր պատարագ անցկացրեցին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, այնուհետ արդեն ցերեկը Սիքստինյան կապելայում տեղի ունեցավ այդ հանդիսավոր երթման արարողությունը, կարդինալները խոստացան գաղտնի պահել այն ամենը, ինչ կապված է ընտրությունների հետ։ Ընդհանրապես Հռոմի կաթոլիկ եկեղեցում կա 250 կարդինալ, բայց ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն այն կարդինալները, ովքեր 80 տարեկանից ավելի տարեց են։ Հետաքրքիր է, որովհետև պապ ընտրվելու իրավունք ունի ցանկացած մեկը եւ տարիքը այստեղ նշանակություն չունի, բայց ընտրողների համար կարևոր է, որ լինի տարեց։ Եվ Երևանի ժամանակով ժամը 16:30-ին սկսվեց ընտրությունների առաջին փուլը։ Ըստ ավանդույթի առաջին օրը միայն մի փուլ է ընտրությունների լինում, իսկ հաջորդ օրերին արդեն օրեկան 4 փուլ է լինում։ Մեկուսացած են կարդինալները, այսինքն փակ դռների ետևում եւ մեկուսացած կմնան այնքան ժամանակ, մինչև չկարողանան ընտրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու 367-րդ առաջնորդին։ Տարբեր ժամանակ տարբեր կերպ է եղել է, որ առաջին իսկ փուլով ընտրությունը հաջողվել է, մի քանի անգամ է ընդամենը պատմության մեջ այդպիսի բան եղել։ Իսկ եղել է, որ ավելի քան 2 տարի չեն կարողացել Հռոմի պապ ընտրել։ Իսկ սովորաբար ընդամենը 1 շաբաթվա ընթացքում 2-3 օրերի ընթացքում է դա լինում, օրինակ նախորդ ընտրությունները, եթե չեմ սխալվում, երկրորդ օրը արդեն հայտնի դարձավ ընտրված Հռոմի պապը, դե իսկ հանրությունը հավատացյալները կիմանան Հռոմի պապի ընտրության մասին այն բանից հետո, երբ ծխնելույզից սպիտակ ծուխ կբարձրանա, վառում են ուրեմն այդ քվեաթերթիկները կապված նրանից ընտրվել է Հռոմի պապը թե ոչ, կամ սև ծուխ է կամ սպիտակ, ոնց հասկանում եմ այսօրվա ծուխը սև էր, դա նշանակում է, որ ընտրությունները կշարունակվեն։ Արտյոմ, բայց դե խնդիրը պարզ է, միայն հոգևորական կամ հոգևորականության խնդիր չէ, այստեղ ի վերջո այս ընտրություններում լուրջ աշխարհաքաղաքական կենտրոնների շահեր են բախվում, որոնք են այդ կենտրոնները։ Եվ ոչ միայն աշխարհաքաղաքական, կրոնական եւս եկեղեցու ներսում կան թևեր, խմբավորումներ, պահպանողականներ, որոնք հիմնականում իտալացիներ են, այսպես առաջադեմներ, լիբերալներ եւ չափավորներ։ Այդ 3 թիմերի բախում է տեղի ունենալու, բայց ինչ տեղին նաեւ դիտարկում է, որ աշխարհաքաղաքական բախումներ այստեղ եւս կա եւ եթե մի դեպքում իտալացիներն են ձգտում վերականգնել վերահսկողությունը, գիտենք, որ Հռոմի 266 պապերից 217-ը իտալացիներ են եղել եւ վաղուց արդեն իտալացի չի եղել Հռոմի պապը, այժմ իտալացիները փորձելու են այսպես վերականգնել վերահսկողությունը, իդեպ ամենահավանական տեխնացուներից առնվազն 3-ը իտալացիներ են։ Նաև ֆրանսիացիները սեփական շահերը ունեն, լատին ամերիկացիները, ինչպես եւ նախորդ ընտրություններում, եւ երրորդ աշխարհի ներկայացուցիչները եւս միացել են Աֆրիկան եւ Ասիան ուժեղ տեխնացուներ ունեն։ Վաշինգտոնի դերը այս ամենում չափազանց մեծ է, մանավանդ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Ամերիկայում այսպես պահպանողական արժեքների վերելք է, կաթոլիկները իրենց ավելի վստահ են զգում եւ համարում են, որ իրենց կարծիքը եւս պետք է հաշվի առնեն Հռոմի պապին ընտրելիս։ Իդեպ անգամ Դոնալդ Թրամփին էին հիշատակում Հռոմի պոտենցիալ պապի տեխնացուների շարքում, նշեմ, որ տեսականորեն նա այդ իրավունքը ունի, որովհետև ցանկացած կաթոլիկ տղամարդը կարող է Հռոմի պապ ընտրվել տեսականորեն։ Եվ անգամ սենատոր Լինսի Գրեմը առաջադրել էր նրան, պաշտոնապես առաջարկել էր որպես տեխնացու առաջադրել։ Էմանուել Մակրոնը նույնպես Ֆրանսիայի շահերն է փորձում առաջ տանել։ Հռոմի մամուլում մի շարք հրապարակումներ եղան այն մասին, որ Ֆրանսիայի ղեկավարը փորձում է միջամտել ընտրություններին եւ լոբինգ իրականացնելով Ֆրանսիայի համար ընդունելի տեխնացուի։ Խոսքը Մարսելի եպիսկոպոս Ժան-Մարկ Ավելինի մասին է, ով կարծում եմ տեխնացուներից ամենահայամետն է, ըստ մամուլի տեղեկությունների Մակրոնը 2 հանդիպում է ունեցել գաղտնի հանդիպումներ նախ
բոլոր ֆրանսիացի այդ կոնկլավի մասնակիցների հետ առանձին հանդիպում եւ նաեւ Ֆրանսիա մեծ կարդինալների հետ, ովքեր կարող են պաշտպանել Ֆրանսիայի համար ընդունելի տեխնացուին։ Ոնց հասկանում եմ, Ֆրանսիան այստեղ եւս բավական մեծ դեր ունի։ Արդյոք հարց ուշեցի, այդ հայամետ տեխնացուն արդյոք ֆավորիտների թվում է, առասարակ ովքեր են ֆավորիտները։ Ես դժվարանում եմ ասել, արդյոք իմաստ ունի մեծ ուշադրություն դարձնել այն պոտենցիալ ցանկերին, հա, օրինակ նախորդ ընտրություններում Ֆրանցիսկոսը ընդհանրապես չէր էլ հիշատակվում պոտենցիալ հավանական տեխնացուների թվում, բայց օրինակ դրանից առաջ Բենեդիկտոս 16-րդ դարձած Հռոմի Պապը իսկապես համարվում էր ամենահավանական տեխնացուն։ Անգամ բուկմեկերական խաղադրույքներ են դրվում եւ եթե հավատանք այս տրամաբանությանը, ապա ամենահավանական տեխնացուն է համարվում Վատիկանի պետքարտուղար իտալացի Պիետրո Պարոլինը, երկրորդ տեղում է բուկմեկերական խաղադրույքներով Ֆիլիպինները ներկայացնող եպիսկոպոս Լուիս Անտոնիո Տագլեն, այնուհետ Մատեո Ջուպին Բոլոնիայից եւ Պիերբատիստա Պիցաբալլան Երուսաղեմից։ Այսինքն 4 ամենահավանական տեխնացուներից 3-ը իտալացի են։ Հավանական տեխնացուների թվում հիշատակվում են նաեւ Ֆիլիպինների, Հունգարիայի, Շվեդիայի, Կոնգոյի եպիսկոպոսները։ Եվ ում հաղթանակն է մեզ համար ավելի շահեկան։ Դե արդեն ասացի, ըստիս մեզ համար ամենաընդունելի տեխնացուն կլիներ Մարսելի եպիսկոպոս ազգության Ֆրանսիացի Ժան-Մարկ Ավելինը, 66-ամյա այդ եպիսկոպոսին շատ են հարգում ֆրանսահայերը, նա Երևանում է եղել եւ գործով է ապացուցել այն, որ հայերը իրավունք ունեն նրան հարգելու։ Բայց վերջերս նրա շանսերը ավելի ցածր են գնահատվում։ Եթե մինչ այդ նա 5-յակում էր հավանական տեխնացուների հիշատակվում, այժմ ոչ բոլոր ցանկերում է անգամ 10-յակում հիշատակվում։ Եվ նրա այսպես թույլ կողմերից մեկը այն է, որ իտալերեն վատ է խոսում։ Հավանական տեխնացուների թվում կան եւս հայամետ տեխնացուներ, մասնավորապես Երուսաղեմի լատին պատրիարք Պիերբատիստա Պիցաբալլան, ով նույնպես ակտիվորեն համագործակցում է հայ առաքելական եկեղեցու հոգևորականների հետ եւ բազմաթիվ հայեր ունի իր շրջապատում։ Բուկմեկերները նրա ընտրվելու շանսերը 11% են գնահատում, ինչը բավական բարձր է։ Իսկ նրա բացասական կողմերից մեկը այն է, որ նա երիտասարդ է, ընդամենը 60 տարեկան է։ Դե իսկ ամենամեծ շանսերը ընտրվելու ունի Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը, ով ավելի շատ ադրբեջանցիների հույսն է, քանի որ Իլհամ Ալիևը նրա հետ ակտիվորեն համագործակցում է, լինելով Վատիկանի գլխավոր գործող դեմքը աշխարհաքաղաքական process-ներում, հենց նա է արտոնել բոլոր այն պրո-ադրբեջանական նախաձեռնությունները, որոնք վերջերս մեզ վշտեցնում են, բուկմեկերները նրա շանսերը 29% են գնահատում։ Շնորհակալություն, Արտյոմ։